Գյուրջան Կասկադ, ցանկացած համեմատություն մեր օգտին է։ Հարգելի ներկաներ, ներկայան եմ Արթուր Կարենց բանաստեղծ։ Ծննդոց Սյունեցի եմ, Մեղրու տարածաշրջան, Ագարակ, քաղաքատիպ ավան, նախկինում հիմա փոքրիկ քաղաք։ Հայրական կողմս Վայոց Ձոր, Վայք, Նախճեվանի Ինքնավար մարզի հարակից տարածք Բարսրունի, գյուղ Բարսրունի, որից այն կողմ արդեն Նախճեվան աշխարհն է, գիտեք։ Սա ներկայացման կարգով։ Ես չասեմ ինչ կարգի բաներ եմ արել, բայց եղել են առիթներ որոշակի միջոցառումների սահմաններում փորձել ենք ոգեկոչել, ասենք, մեր արցախյան հերոսամարտերում ընկած տղաների արած գործը, նրանց գործը վերարժևորելով, եզրակացություններ անելով ինչու ոչ, տեսնելով, թե վաղը մյուս օրը ինչ կարգի նպատակներ եւ հեռանկար են բացվում մեր առջև, մեր ներկաների, մեր այսպես ասած կենթանի մնացածների համար, որպեսզի երկիրը, այո, շատ ծանր ծառայուն վիճակում է, ինչ-ինչ պատճառներով կարողանանք այդ բոլորը համախմբված ձևով կազմակերպել եւ ինչ-որ մի բան անել, մի քայլ անել։ Այո, ճիշտ է, քիչ առաջ խոսում էինք պարոն Բակո Կարապետյանի հետ, ինքը մի երկու խոսքով քիչ առաջ էլ ներկայացրեց եւ դա ամենաայցպես ասած մեղքն է այս բանի, որ յուրաքանչյուր երկիր, այո, իր մտավորականով է երկիր, նախ եւ առաջ, իր զինվորով, իր սահմանապահող զինվորով, բայց մտավորականը ունի, ըստ հիմնականում մտավորականներ են հավաքված եւ խնդիրը ինչքան հասկացա հենց այդպես է դրված, այո, մտավորականը պիտի իր տեղում լինի, այսպես բան ասենք, եւ կարողանա իր խոսքը բարձրաձայնել, որովհետեւ եթե Չարենցը ոնց է ասում, եթե ուզում ես խոսքդ լսեն, ժամանակի շուրջ չդարձի, զորություն չեմ ասում, ոսկա չենք հայտնաբերում, բայց այո, պետք է մտավորական իր խոսքը միշտ ասի, կարողանա տեր կանգնի իր խոսքին եւ համախմբած լինեն ամենակարևորը։ Մեր մոտ հիմա մի քիչ հենց այս միջոցառումը թողորի ձև չընչի, պարոն Կարապետյան, բայց այն բանը, որ այսքան մենք հիմա քչով ենք ստե հավաքված, դա հենց խոսում է նրա մասին, որ չգիտեմ, ինչով է պայմանավորված, ամեն դեպքում հետաքրությունը կամ չգիտեմ սրտացավությունը այնքան չի, կամ կներեք գուցե լավ չի իրազեկված, կամ չգիտեմ ոնց է եղել, ներող կլեք, բայց այդպես է ստացվում բանը, որ ավելի մարդաշատ լիներ այս հանդիպումը, ես այդ ձև եմ մտածում, որ ըստ պիտի տեղ ու դադար չլեր, ասես հասկանանք։ Բայց եկեք ասեմ, ունենք այն ինչ որ ունենք այսօր, հիմա գիտեք ինչ, ես մի հատ ուզում եմ մի խոսք ասել, մի քանի տարի, 2-3 տարի առաջ պլանի գլուխ այդ Թանգարանում Շարամբերյանի անվան ես մի միջոցառում կազմակերպեցի, Բերկած հայ զինվոր վերտառությամբ 44-օրյա պատերազմի ընկած տղաների, մեկն էլ իմ եղբոր տղաներ, ասի խորական կողմից Վայոց Ձորից եմ, Վայքից Գոր Կարապետյանի, անձինս իրա բոլոր մեր տղաների գործը վերարժևորելու, ասենք թե հերոսական արարքները դարձնելու իրողություն եւ այդ դրանով հանդերձ նաեւ այդ մեր վաղվա օրը տեսնելու բանը նպատակաուղղությունը հասկանալու մասին։ Միջոցառումը բոլորս էլ արել ենք միջոցառումները դրանով ասենք թե չեմ ասում թե մենք չգիտեմ ինչեր ենք արել, բայց ես մի հատ միտք այն ժամանակ էլ եմ ասել, հիմա էլ եմ ուզում ասել, ուրեմն Մեղրու մասին, ես քանի որ ծննդով մեղրեցի եմ, ճիշտ է, հորական կողմից Վայոց Ձոր, բայց ես Մեղրին ավելի լավ եմ բանանում, որովհետև ընդեղ եմ ապրել, մեծացել, ընդեղով եմ ես այսպես ասած հասունացել, ընդեղ եմ հասունացել եւ Մեղրու մասին որպես Հայաստանի Հանրապետության հարավային դարպաս ամուր պահելու, այո, ամուր պահելու խնդիրը միշտ եղել է հնուցել, հիմա էլ առավել եւս։ Այսքան որ խոսում եմ միջանցք, այդտեղից եմ ես, Ագարակից եմ։ Ուրեմն Մեղրու տարածաշրջանի մասին շատ լավ խոսք, ես կասեմ մարգարեական խոսք, ոչ ոք այնպես չի ասել, ինչպես Վազգեն Սարգսյանը, սպարապետ,
որ ասել է այո մեղրին մի օր կտրակի Երևանի կենտրոնում եւ փակել դուռը եւ կախել դոշից հետ կներել կրծքից հետ երկիրը տալ ուրիշին ինչա նշանակում չեն տա այդ եմ փոխանակման գիտեք դες մի հատ ինչ որ խոսակցություններ բաներ մենք չգնանք այդ թեմայով բայց ամեն դեպքում մեղրում պայելու սունիկը պայելու խնդիրը հիմա է ծառացած շատ ակտուալ ձևով քանի որ ցավոք սրտի արդեն Արցախը այսպես ասած բախշեցին դրանց ես ուզում եմ հայ մտավորականի խոսքը արժևորելու նրա արածը գնահատելու համար վերջերս քանի որ Փելեշյանի ծնունդն էր ես Փելեշյանին նվիրված մի գործ գրեցի փոքրաձավալ գործա ուզում եմ կարդալ այնտեղ ասելիքս շաբաթոք ասեմ Մեծերիդ պինդ պահիր, երկիրին, Արտավազ Փելեշյանին, ծննդյան օրվա արդիվ։ Մեծերիդ պինդ պահիր, երկիրին, պինդ պահիր, քո գենը մայր հողի, նրանցով պինդ եղիր, մեջքը քո, թող երբեք չընկրկի, ձիգ լինի։ Մեծերիդ պինդ պահիր, երկիրին, նրանց մեջ թռիչքներ կան որքան, անքտիտ հայացքով մեզ նայող դարերից սերուցքը ու վկան, եւ եթե օրերը ջանք թափեն, ու լինեն նրանց հետ քեզ մոտիկ, գիտիր, որ արևներ կծակեն, կլինի հաղթություն, քեզ մտիկ, հենց էս է, աշխարհը խաղ կարծես, նրանց ամեն մի խոսքը լույս, մեծերիդ լավն այր երկիրիմ, որ հետո նրանցով չպարտվես, որ հետո ինչ էլ որ պատահի նրանցով ամրանաս մայր հողին, քո գենը պինդ պահիր երկիրիմ, որ երթդ հաղ լինի հիմնովին։ Ուզում եմ ասեմ, մտավորականի խոսքը, որ շատ կարևոր է, պետք է դառնա մի հատ համախմբ ուժ իրար հետ միասին մենք ինչ-որ մի առաջընթաց գրանցելու համար։ Այսքան է ես չգիտեմ, ես մի քիչ պատրաստ չի այսօր, տենց անպատրաստի ամեն ինչը։